Այսօր երկնքում արևն է ժպտում, ստիպում է նա քեզ, որ ուրախանաս, տալիս է մի շող, որ բռնես ձեռքից, ու քայլեք երկար, ճամփով բարության, ճամփանաս երկար, շատ հեշտ ու կանցես, դե օգնես մարդկանց, բարիք բաժանես, կծաղկի ծառ, կգացի ածան, ու ծիծեռնակը ջերմ ողջույն կտա, երկի երկնքս տարի, կանչի ընկերների, դառնանք մեծ երգչախումբ, մեր քաղաքի մոլորակի, երկի երկնքս տարի, կանչի ընկերների, դառնանք մեծ երգչախումբ, մեր քաղաքի մոլորակի, պամ 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 Հարի ընկերս մեզ միացարիր մեզ հետ ու մի մտածիր, քեզ շատ են հոգսերը, ծանր են գործերը, երկն ողնելու բոլոր դեպքերում, ճպտա բոլորին, օգնիր բոլորին, քայլիր քրտնքի ճամփով բարության, երկիր մեզ հետ, երգ նայիր բարության, այսօր երկնքում արևն է ժպտում, ստիպում է նա քեզ, որ ուրախանաս, մաքրում է դեմքի տխրությունը քո, ու կանչում բարիք այս երկի ներքո, երկի երկնքս տարի, կանչի ընկերների, դառնանք մեծ երգչախումբ, մեր քաղաքի մոլորակի, երկի երկնքս տարի, կանչի ընկերների, դառնանք մեծ երգչախումբ, մեր քաղաքի մոլորակի Ասեմ, որ այս տարի ճեմարանը նշում է իր հոբելյանը ստեղծման 35 տարին, իսկ մեր թատերախումբը տոնում է իր 34-րդ թատերաշրջանը, ինչպես կասեն, թատրոններում, եւ ասեմ, որ այդ տարիների ընթացքում մենք բավականին մեծ հաջողությունների հասանք, իհարկե բարդություն կա, որտեղ երեխաները ավարտում գնում են, հետո նոր խումբ է գալիս, հետո նոր խումբ է գալիս, հետո մեծերը պարզվում է շատ զբաղված են, փոքրիկներն են գալիս, ամեն դեպքում մենք 8 անգամ մասնակցել ենք Մոսկվայում անցկացվող Զիլոնա պլանետա ֆորումին, դա միջազգային ֆորում է, եւ մասնակցում է 120 երկիր։ Եվ 8 անգամ մասնակցելով մենք 8 անգամ դարձանք դափնեկիր, եւ մի անգամ էլ ուրեմն Պերնում, Ռուսաստանի քաղաքներից, նախկին Մոլոտով քաղաքում մենք էլի հասանք հաջողության։ Ինչ եմ ուզում ասել, որ կարևոր չէ, ձեր երեխաները կգնան թատերական ինստիտուտ կամ չեն գնա, կարևորը սովորեն քայլել, սովորեն մաքուր հայերենով խոսել, որտեղ մեր հիմնական պայքարը դա է, եւ երեխաները երբեմն ես ասում եմ ինչ, արդեն հասկանում են, որ սխալ բառ են ասել, հայերեն չեն ասել։ Եվ վերադառնալով այսօրվա ներկայացման, ասեմ արդեն մի քանի տարի է, ինչ մեր արտիստները նաեւ դարձել են դրամատուրգ, այսօրվա պիեսը գրել են Լուսե Ստեփանյանը եւ Եվա Իսկանդարյանը, ծափարեք այդ մեր նոր դրամատուրգներն են։ Եվ այսօր ուրեմն նոր կազմ է, նոր դերասաններ են, ես իրենց միշտ ասում եմ, դուք շատ շուտով կդառնաք հոլիվուդյան աստղ,
որտեղ Բայդենն էլ Տրամփն էլ լսել են արդեն ձեր մասին, կգան ձեզ կրավիրեն, երբեմն իրենք հավատում են, բայց հետո հասկանում են, որ կատակ է։ Ինչևից է, ես ուզում եմ ասել նաև, որ այս պիեսի վրա մենք շատ աշխատեցինք, ոչ թե նրա համար, որ բարդ պիես էր, այն բանի համար, որ մի քիչ երեխաներն էին, մեկը գալիս էր, մյուսը չէր գալիս, այնպես որ այսօր երևի գլխավոր փորձն է, որտեղ վերջապես բոլորը իրար տեսան։ Եվ համոզված եմ, որ կարողանան իհարկե Հայաստանի ֆուտբոլի թիմի նման չեն պարտվի մեծ հաշվով, բայց ամեն դեպքում իցում է կխաղան լավ։ Երեխաներ, ես ձեզ ցանկանում եմ լավ խաղ, չհուզվեք, եւ այսպես հարգելի հանդիսատես ներկայացումը սկսվում է։ Ողջույն, սիրելի հանդիսատես։ Ողջույն։ Այսօր մենք այնքան լավ օր ենք ունեցել, որ ուզում ենք դուք էլ այդպիսին ունենաք այսօր։ Բոլորս գիտենք, որ եկել է գարունը եւ իր հետ բերել ուրախություն եւ բարություն։ Այսօր մենք ձեզ կպատմենք մի պատմություն, որտեղ բարին եւ չարը բախվում են իրար։ Բայց ինչ պատմությունը սկսել է, կցանկանայի նշել։ Մեր այս պիեսի հեղինակներն են Հուսետ Տեր-Պետրյանն եւ Եվա Իսկանդարյանը։ Դե ինչ, սկսենք։
գնամ։ Աշխարհի չափ գործ ունեմ։ Տորմա փաթաթի, բերից պատրաստի, փլավ պատրաստի։ Վայ, բան հիշեցի։ Երեխաների սուրը միայն եք եմ թողել, հաստատ պետք է գնամ։ Ու եք գնում, ախր կոֆեն արդեն լցված է։ Առաջարկում եմ ձեր երեխային մեր քաղաքի կենտրոնական հիվանդանոց տանենք։ Այնտեղ իրեն ռենտգեն կանեն, ձեր քավերի լավ կնայեն։ Ես իհարկե պրոֆեսիոնալ եմ, բայց իմ գործիքները այնքան լավ չեն, որ ամեն մի մանրուկը տենան։ Հենց որ այդպես ավելի լավ կլինի։ Բան նշեցի, քույրս ուշատ է, կարող եմ իրեն կանչել ձեր երեխայի բախտը կասի։ Շատ կներեք, բայց այս տանը ոչ մի գուշակի ոտք չի եղել և չի լինելու։ Այստեղ աշխատում է մենակ օրենքը, քանի որ գուշակությունը իսկականից անհետ-հետ։ Խնդրեմ չկանչ։ Դա չեմ կանչի։ Ալո։ Են մեր կողքի շենքի հարևաններին հիշում ես։ Այո։ Իրենց երեխաներից մեկը ձեռքը վնաս եկավ։ Բայց բան չի եղել, բայց դրան հանգստանում են։ Գա այ, ինչ-որ մի ուշադրություն արա։ Գիտեմ, որ չես կարող, բայց ընդամենը բաժակին նայում ես և մի անդրություն ասում ես։ Ինչ էլ ասես, կհավատամ։ Չէ, ես իրեն չեմ խաբում։ Լավ դե, քույր իրեն, քեզից ինչ կգնա։ Գալիս ես արագ իրավ բան ասում ես ու գնում ես երբ ուզում ես։ Կարող է նաև հողը տան։ Լավ, Քույրս է, իրեն նիստիտ է սպասել։ Ինչ լավ է բոլոր թավակված եք։ Միգուցե Անդոն առաջարկեք։ Շնորհակալ եմ։ Այսական ճողները բալբերս է դնել։ շատ ներողություն։ Հա, վայ բույսով։ Վայբերիս։ Հա, վայբերիս է։ Էտո բա։ Վայբերիս։ Վայբերիս։ Էտո բա։ Մարկետ պալասը։ Մի հատ գնայինք 21-րդ դարի 3-րդ հադրավ դերելի պետք է գերել։ Իստեղ ինչ։ Հիմա ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Սպասի մի հատ բերի բարավենը։ Այսունի բերի։ Ոյս չի։ Գերի։ Անա, վազը։ Հիմա ես ես կասեմ ասուներ և այդ անունների առաջին տառերը գրեք։ V. Valor. A. Asya. L. Luis. D. David. B. Boris. Y. Este. J. Lavi. I. Irene. S. Consfortoso. Serge. Love. Yedi kalsın. Maria. Green. Bu konsept koşuyorsunuz. Ձեր աղջկա ձեռքին ամեն ինչ ասում չէ։
Միացածներ։ Խնդրում այս կինը մեծ հարի կասեց։ Ձեր օրը մեկ խանվարին։ Այսպիսի բաների մենք չենք հավատում։ Քանի որ ինչպես ես պնդեցի արդեն գուշակությունը իսկական անհեթեթության մի նոր աստիճան է։ Չեք հավատում։ Մի հավատում։ Քույրս միշտ էլ այդպիսին է։ Մեկ ինչ հետո կամ Ցտեսություն։ Կամ է չի ասել։ Եվ լավ որ։ Երեկո յանիկը Երևանք։ Լավ, եկեք մի հատ կենաց, խմենք այսպիսի լավ ընտանիքն է։ Բարև ձեզ։ Ես միայն սեղը չացել է, դուք դեր նշում եք, հա։ Ես ինչեր եք ուտում, ես ինչեր եք խաղում, դեք չէ, ասում ես նրանք ուղ չունեն, բայց միատ կերածը, խմածը, բահակածը, բակապածը, առավոտը հեծանի մեկ շում, որշի բանալից է չխոսամ։ Վայ մորացան, հատիկ ձեր դերան և նստեք, մի ամաչեք։ Սուտ է, երկու լավ նվերներ եք հաստացել, իսկ ես դեր նվեր չեմ ստացել, որովհետև բարև կողջունից, դե հիմա, և այս տիկնը չբացատիկ, որ ես նվեր եմ ուզում։ Այսպես նվերի։ Ես սա ես ես տմասել, այո, անշնորք է, անշնորակալ, անդասյարակ, այս ինչ որ է։ Եկեք գնաց նվերները նայ։ Ի տատիկին մորացակ։ Այո, եւ պատկերացնում եք 4 հարևանուհի
դա մեջ պետք է կարգի լինի։ Ինչպես սկզբում էի ասում, բոլոր պատմությունների վերջը բարդ հաղթում է։ Այս դեպքում մենք հաղթեցինք չարաբանություն։ Ինչպես բոլորը տեսակ, այսօր չարաշատը խափանվեց։ Երևի կոտրվել եմ, որ ասում են բաժակը կոտրվում է, չարը խափանվում, որ ես Հասկանեն չար հարևանումի ճիշտ, ուշակը ճիշտ էր ասում։ Երեխեք դուրս եկեք բեմ, դուրս եկեք բեմ։ Դուրս եկեք բոլոր ծափարեք դերասաններին։ Առաջին հերթին ես ուզում եմ ներկայացնել մեր դրամատուրգներին, ուր են դրամատուրգները։ Մեր Լուսեն և Եվան, նրանք են գրել պիեսը։ Ողջունենք նաև միակ տղամարդ դերասանին այս գեղեցիկ աղջիկների խմբի։ Ուրեմն մնացածը մեր Եվան, Զահարը, Մարիամը, Զարա, Կարինա, Մարիա, Արփին և դրամատուրգները։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր Աննային և Իվոնային, դապարեք նրանց և ցանկանալ, որ այս երեխաները եթե անգամ դերասան չդառնան, բայց ինձ թվում է ինչ-որ մի քանիսը կարող շնորհակալություն ձեզ ստեցում։ Ես Ստեփանյան Լուսեի մայրն եմ, այսօրվա պիեսը գրած երեխաներից մեկի մայրը։ Լուսեն ստուդիային հաճախում է սեպտեմբերից, այս տարվա սեպտեմբերից, ընդ որում շատ հաճույքով է հաճախում։ Ես ինքս շատ կարևորում եմ դպրոցական առօրյայում կրթությունից բացի նաև այլ նախաձեռնությունները։ Լուսեն շատ հաճույքով մասնակցում է, ինչի համար շատ ուրախ եմ։ Ցանկացած փոքրիկ հաջողություն ցանկացած բնագավառում ծնողի համար բնականաբար շատ հաճելի է եւ այսօրվա ներկայացման համար շատ շնորհակալ եմ պարոն Ղազարյանին, նաեւ երեխաներին վստահելու, երեխաներին աճեցնելու, կրթելու, ինչպես պարոն Ղազարյանը նշեց նաեւ իրենց մայրինի խոսքը շատ ավելի գրագետ դարձնելու համար շնորհակալ եմ։ Շատ լավ է, աշխատելին շատ էին աշխատել, ուսեին կաշտանված նկարիտ բոլոր ինձորդ է անցել է, ես շատ գոհ եմ, աշխատողներից ովքեր զբաղվել են ճիշտ ասած մանրամասնություն իրավիճակում է ովքեր ամենայն շատ շնորհակալ։ Սեպտեմբերից կարծես հաճախում ակադերական բակ եւ ասեմ, որ դա ամենասիրելի վայրն է, որտեղ երեխան կիսվում է ուժերով եւ կարողանում է ստեղծագործել հրաշալի միջավայր է, որտեղ իրոք երեխայի պոտենցիալը կարողանում է մեր խմբակի ղեկավարը բացահայտել
եւ այսպես գեղեցիկ մեզ պարգև է գեղեցիկ միջոցառումները։ Ես Ամերիկյան Մարիամն եմ, այս ներկայացման մեջ խաղացողություններ եմ։ Իմ կարծիքով շատ հետաքրքիր ներկայացում է ու շատ հավես է, որտեղ սա իմ առաջին անգամն է դիվեր պատերական ներկայացում։ Հիմա պապիկի ներքնոտ նոր դերն ինչքան կասել վարդախաղալ, պետք է ավելի մեջ շատ մտածելի մեջ, իսկ շատ հեշտ է։ Նայում ես քո իսկական պապիկի, փորձում ես իմացել ու ստացվում։ Այսօրվա պիեսը, ասեմ պիեսը, ուրախ եմ այն բանի համար, որ վերջին 2, 3, 4 կարող եմ ասել, պիեսներ գրել են երեխաները։ Դա շատ կարևոր բան է, որովհետև երբ գալիս են իրանք պարապմունքների, իրենք չգիտեն, թե պիեսը ինչպես է գրվում։ Ես բացատրում եմ, ես ավելի շատ ցույց եմ տալիս գրքերից դրամատուրգների, որ իրանք իմանան ոնց է գրվում։ Հերոսը գիտեն ինչ է ռեմարկը, դա արդեն հերինակի խոսքն է եւ այլն։ Ու պատկերացրեք, իհարկե բարդ է։ Ես հիշում եմ սովետական շրջանում Վարդան Աճեմյանը միշտ բեմադրում էր ժամանակակից պիեսներ, բայց ինքը այնքան մեծ լումա էր դնում այդ պիեսների մեջ, լինելով հանճարեղ ռեժիսոր։ Ես չեմ ուզում մտել Աճեմյանի հետ, պարզապես ես էլ իրենց սովորեցնում եմ այս մակարդակում ինչպես զարգանա կերպարը, ինչպես զարգանա սյուժեն։ Եվ ինձ թվում է ստացվում է երեխաների մոտ, որտեղ իրենք սիրով են գալիս։ Եթե սիրով չգան, ոչ մի արդյունքի չես հասնի։ Իսկ ինչ հաջողությունների մասին ես միշտ ասում եմ ու կասեմ, որ 8 անգամ մենք մասնակցել ենք Մոսկվայի Զելոնա պլանետը միջազգային ֆորումին, որտեղ 120 երկիր է մասնակցում եւ 8 անգամ դարձել ենք դափնեկիր։ Եվ մի բան հիշեմ, երբ բակալավրիատի դպրոցների միջազգային ասոցիացիայի դպրոցների հավաքներ Երևանում եւ եկան տարբեր աշխարհի տարբեր երկրներից եւ մեծամասնությունը նաեւ Ռուսաստանից էր, Մոսկվայից եւ երբ իրենք ռուսերեն տեսան Չեխով, ինչպես խաղացին մեր երեխաները առաջարկությունը, ես երբեք չեմ մոռանա դա, որտեղ դե գիտեք գալիս են մեծերը, հա դպրոցը, այդ վերջում ասել, мы как будто в настоящем театре были. Շատ լավ խաղացին այդ երեքը, ուղղակի ափսոսը նա է, որ ավարտում գնում են, այսինքն սա ստացիոնար թատրոն չի, դա ցավ։ Իսկ հետագայում շատ բան կարող եմ անել, ուղղակի ցավում եմ, որ այս վերջին տարիներին ավագ դպրոցի աշակերտները համարյա թե չեն մասնակցում, որտեղ նրանց հետ կարելի է շատ հետաքրքիր պիեսներ բեմադրել, չնայած փոքրերի հետ էլ կարելի է, հատկապես երբ իրենք են գրում կամ որևէ գրական գործ ինսցենիրովկա։ Ու կուզենայի անցյալ տարվա մենք Եղեռնի օրը ցուցադրեցինք իմ հայրիկի գրքի Եղեռնը ականատեսի աչքերով ինսցենիրովկա արված գրական թատրոն եւ երևի այս տարի կրկնենք 110-ամյակն է Եղեռնի, բայց արդեն նոր կազմով ես երեխաների հետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես հաջողություն։